Որքան գումար է տարվել, ինչ կասկածներ ունեք։ Կես միլիոն վարկա ձևակերպել ու աշխատաբարձից տարբեր է, այդքան մեծ գումար չի, բայց տարբեր է։ Նույնը իդրամապանակից իդրամ։ Հիմա պատմեմ ամբողջը։ Բայց պատմելու բան չկա, ID բանջից է տարվել։ Ոնց եք իմացել։ Ոնց եք խաբվել էր ամենասկզբից, ոնց է SMS-ա եկել։ Դա հարց է, խաբվել եմ, թե դա ինչ-որ խաբել եմ, կամ չգիտեմ դա ինչ է, դա բանկը կարա պատասխանել, որը չի պատասխանում։ Ուրեմն SMS mail.ru-ում եկավ այդ SMS-ա չէ կոչում։ Շնորհավորեցին, որ դուք ունեք ձեր բարկը հաջողությամբ ձևակերպել է, էլի այդքան առժամից։ Զանգում ենք բանկ, ասեցի, կես միլիոն գումար բարկ, չհաշված, որ աշխատավարձի քարտից է գողացել այդ գումարները եւ դրամապանակից։ Բանկը ասեց ձեր նկատմամբ եղել է զերծարություն։ Պետք է դիմեք ոստիկանություն, մենք էլ դիմենք։ Այդքան է։ Իսկ կասեցրեցին վարկը, ինչ արեցին, դուք հիմա վճարում եք վարկը։ Չէ, չենք վճարում, բայց ոչ էլ կասեցրել են։ Տոկոսներ եք գնում։ Տոկոսները գնում է։ Քա ժամանակա։ Մի տարի է, մերը մի տարի է։ Դուք կարծում եք բանկերը մասնակից են դրան, թե դրանք մասնավոր խարդախներն են, որոնք քաշել են ձեզ։ Մասնավոր խարդախ, ես չգիտեմ դա ինչ է նշանակում։ Նախ առաջի անգամ եմ հանդիպում նման երևույթի հետ։ Դա մեկ անգամի ամբողջ կյանքի մեջ դասել եմ, որ բանկ են թալանել եւ հեքիաթներում եմ դասել, մեկ էլ կինոֆիլմերում։ Մեկ էլ մեր ID բանկից, հայաստանյան բանկից եմ դասել, որ բանկ են թալանում։ Քանի տուժող կա կոնկրետ այդ բանկը։ Ուրեմն ես դիմել եմ ՀԿ հասարակական կազմապաշտպան կազմակերպություն։ Չեմ դիտապետում նստակցին, բայց մոտ 300-ի։ Նույն տարբեր գումարներ են, բայց նույն ձևի է անհետացել բանկից։ Այս ակցիաները արդեն ինչքան ժամանակա անում են, ինչ-որ արդյունք կա, ինչ-որ ձեր պատասխանում են կամ չգիտեմ։ Չէ, առայժմս արդյունք չկա։ Կա ինչ-որ կեղծ արդյունքներ, ասում է ID բանկը կոնկրետ, ասում է ձեր վարկը, որը մեր վարկը չի, բայց ինքը պարտադրում է, որ ընդունեք մեր վարկն է։ Երկարաձգեմ 5 տարով, հետո 12%-ով եկեք մուծեք։ Դա ապօրինի առաջարկ է, այսինքն հանցավոր առաջարկ է, բայց առաջարկ ոնց կարան այդ մարդկանց կամ մի մարդը, որը չի վեկարել։ Այսինքն վարկը հաստատել առանց նույնականացնելու ձեր հետ։ Չգիտեմ, բանկը մեզ չի պատասխանում, բայց եթե բանկը նույնականացներ, կեղծ վարկ եւ զերծարը չէր լինի։ Հետևաբար բանկը ոչ մի բան չի արել։ Դա զբոսայգի է զերծարանների, որ կարող են ազատ մտնել ու զբոսնել։ Դուք հիմա դիմում եք պետական մարմիններին, այսօր էլ ազգային ժողովն ինչ ակնկալիք։ Դա արդեն կոնկրետ ՀԿ-ի նախագահը դիմի, ավելի բանաձևված կասի, իսկ դժվարն է մեզ պահին ձևակերպել։ Ես պատմեցի, ինչ է որ կատարվել է իմ հետ եւ հիմնականում բոլորի հետ։ Կենտրոնական բանկը սառեցրել էր օրեր առաջ, դա ինչ էր նշանակում։ Գիտեք ինչ, նախ պետքա պատասխանեն ըստ էության, որ հասկանանք ինչ է անում։ Մենք խոսում ենք մի բանի մասին, բանկերը խոսում են այլ բանի մասին։ Մենք չենք հասկանում, բանկերը ոնց են տրամաբանում։ Իրանք ասում են ենթադրյալ զերծարություն։ Դա ինչ է, դա կերպարանքը զերծարը, ով է բաբշե, ծառնա, ճուղնա, ով է։ Չեն կարող ասել։ Բայց պետքա դա ոստիկանություն բանկը որ հաստատվի, չէ։ Իր բանկի կառուցվածքից տարել են գումարը, ինքը իրավաբանական սուբյեկտ է, ճիշտ է աղջիկ ջան։ Դե բայց դուք արդեն հաղորդում ներկայացրել եք գլխավոր դատախազություն, ճիշտ է։ Եվ քրեական վարույթ կա նախաձեռնված, ես որքան տեղյակ եմ քննչական կոմիտեում։ Բայց բանկի դեմ ենք մենք բողոքում, կներեք որ ձեզ ընդհատեցի։ Մենք բողոքում ենք բանկի դեմ։ Զերծարի դեմ մենք չենք կարա բողոքել, որտեղ մենք չգիտենք դա առարկա է, թե դա միֆ է։ Ինչ-որ չգիտենք այդ անձա, գուցե բանկը եկել է գրավոր է, գրել է, չէ՞ որ ամբողջ տվյալները իր մոտ է պահվում։ Հասկացում եք, որ այդպիսի մարդ առհասարակ գոյություն ունի։ Իհարկե, բայց եթե մի տարի է, անդադ կրկնվում է, ասում է բանտեր դնող չկա, դա ինչի մասն է խոսում։ Իրավաբանական քառակուսիներ կան։ Մենք անապատումը չենք ապրում կամ նախնադարան համանական հասարակարգում։ Շատ պարզ սխեմաներ է գործում։ Mail.ru-ով այդ նամակով եք տեղեկացել, Նամակով, այո։
Մինչև այդ ոչ մի լինքով չեք մտել, ոչ մի կոդ չեք հատկացրել։ Գիտեք ոնց։ Ես չգիտեմ ոնց է եղել, բայց բանկ ասում է կարող է ձեր բարեկամը, ծանոթը, մեկ այլ պարագայում, ինչ-որ մի բան է գրում։ Մեջ ունեք ID ծրագիր։ Ահա։ Ինչ է կարող ծրագրը մի քիչ ասել։ ID ծրագիրը որը նկատի ունեք։ Որ հեռախոսի մեջ ունեն մեկ վճարումներ եք անում, այդ Չէ, իդրամ համակարգը ունեմ ես, չգիտեմ ինչքանով կապ ունի։ իդրամով է ձեր գումարը։ Իդրամ բանկով է ձեր գումարը։ Չեն ասում, չգիտեմ, ճիշտ ասած չգիտեմ։